Այսօր ամբողջ Facebook-ը, ամբողջ հայությունը երևի կարող եմ ասել վստահաբար մեկ գրառում ուներ. ամոթի օր, աղետի օր, բայց հետաքրքիր ինչ-որ ընթացք ստացավ և ընդամենը 20 րոպեներից կաթողիկոսի այսպես կոչված դատավարությունը և 6 եպիսկոպոսների և ավարտվեց ինքնաբացարկով դատավոր Հակոբ Մանուկյանի կողմից։ Խնդրեմ ձեր զգացողություններն այս պահին, մենք ես ուզում եմ տեղեկացնել մեր հեռուստադիտողներին, այս պահին մենք գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում և այսպես մեր եկեղեցու հովանու տակ զրուցենք մեր զգացողություններից, խնդրեմ։ Նախ փառք Տիրոջը նրա համար, որ մենք գտնվում ենք այստեղ, բայց ցավոք ես ֆիքսել եմ, որ վերջերս ոչ թե պատարագի համար ենք գալիս, այլ այսպիսի առիթներով։ Ճիշտ է։ Ես ձեզ մի հարց տամ։ Ըստ ձեզ մենք ոչ հայ դատավորներ ունենք, լուրջ եմ հարցնում, ազգությամբ ոչ հայ։ Կարծում եք այո։ Ես չեմ կարծում, որ չէ, ընդհանրապես իրավունք կա ազգությամբ ոչ հայ դատավոր լինել երկրում։ Ես չգիտեմ, էլի օրենքը դրա համար եմ ձեզ հարցնում։ Պետք է որ չլինի։ Կարճ ասեմ ասածս, ձեզ երկար չտանջեմ։ Եթե մեր բոլոր դատավորները ազգությամբ հայ են, ինքնաբացարկի հետևից պիտի լինի, ուրիշ տարբերակ չկա։ Ես չեմ պատկերացնում հայ դատավոր, որը ախր սա չեն դատում կաթողիկոսի։ Սա մեզ բոլորիս է վերաբերում, մեր բոլորի, որովհետև ասել եմ ու կասեմ, սա սկսվել է Փաշազադեից, պիտի իրենց մոտ էլ ավարտվեր։ Սա չպիտի գար եւ չպիտի մտնել հայ առաքելական եկեղեցի, հատկապես հայ ազգի ընդհանրապես օրակարգի մեջ։ Իսկ ովքեր են մցրել այդ օրակարգի մեջ, այդ եկեք մտածենք եւ կհասկանանք իրենց ուղիղ եւ անմիջական կապը Փաշազադեի եւ նրանց հետ։ Հարգելի Անայիս, ինչի ես մի պահ կանգնեցի ձեր հարցից, որովհետեւ դատի հետևից արդեն 8 տարի շարունակվում է եւ ամեն անգամ մենք այդ հարցը մեզ տալիս ենք։ Նույն հարցը տալիս ենք ոստիկանների դեպքում։ Հայ են թե մեջները կարող է ուրիշ կա։ Նաեւ հիշում եք, երբ Եռաբլուրում մայրերին մեր զոհվածների ձեռք ու ոտքը մոռանալ տանում էին, բոլորս հարցնում էինք, իսկ կարող է հայեր չեն։ Այդ դրա համար ես մի պահ տատանվեցի, հայեր են թե ոչ։ Դրա համար եմ ասում, ես կարծում եմ, եթե մենք ազգությամբ միայն հայեր ունենք, որտեղ իսկապես ծանոթ չեմ օրենքին, իրավունք ունեն ուրիշները աշխատել թե ոչ, ոստա չի կարող, որտեղ չի կարող մարդ լինի հայ, առաքելական եկեղեցու հետևորդ եւ ասի ես դատում եմ քարտը։ Դե չի բռնում, նայեք նախադասությունը արդեն չստացվեց, ոչ պարզ ստորադասական ստացվեց, ոչ բարձ ստորադասական, ոչ մի ձև չստացվեց։ Դրա համար վստահ եմ ասում, հայը տենց բան չի։ Տեսեք, այսօր ես մի տեսակ բոլորս կարծում եմ նույն զգացողությունը երևի դուք եք կիսում ժողովրդի մասնակցության, այս ինքնաբուխ հավաքի կարող է ի վերջո այդ համախմբումը կայանալ, որի կարիքը շատ ունենք, որովհետև նոր վտանգավոր մարտահրավերներ են մեր առջև չոքում, բառի բուն իմաստով տարածքներ են այս մարդիկ, գուցե արդեն հանձնել են, մենք լուրջ խնդիրներ ունենք, սահմանադրություն փոփոխություն են պահանջում Ալիևը Թուրքիան հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղակի ուրացում են մեզ առաջարկում, արտադրում այս իշխանությունների ձեռքով։ Մենք կարող ենք ի վերջո ազգովի այսեցի որ դուրս գալ եւ ապացուցել, որ վերջ հայնի խոսքն ասում է։ Վստահ եմ ինչի, որովհետեւ ուղղակի նայեք ոնց է լինում ամեն ազգին դա չի վերաբերվում հայերին միայն բոլորին պետք է միշտ առաջնորդ ցավոք սրտի բոլոր առաջնորդներին մեր այն որ տանում են կալանքների փակում են տներում ես վստահ եմ ավելի քան ու սա ինչ որ գովեստի խոսքեր չլինի Սամվել Կարապետյանի կամ չգիտեմ Գագիկ Ծառուկյանի կամ մեկի նկատմամբ ով որ հիմա կալանքի մեջ է բայց ազնիվ լինենք եթե օրինակ Սամվել Կարապետյանը այդ Քարոզարշավի օրերին լիներ դրսում եւ ոչ թե լիներ տնային կալանքում վստահ իրենից վախենում էին դրա համար էին պահում ու վստահ ուրիշ թվեր մենք ունենայինք ես տենց եմ կարծում ես այդպես եմ տեսնում որովհետեւ ու հարցը էլի եմ ասում միայն անձի մեջ չի միայն իր մեջ չի այլ ես հիմա ում բռնում են մտածում ասում հա վсё իրանցից վախում են որովհետեւ ուրիշ տարբերակ չկա ում հետ մտածում բամես խչեմ բռնում երևի չեն վախում լավ չի բայց այս ծիծաղով արձանագրենք մեզ մի բռնեք մենք երեխաներ ունենք փուջուր ու մայր ենք չնայած Արեգնազի դեպքում դա հաշվի էր չառած Արեգնազ Մանուկյանը կին քաղբանտարկել է մի երկրում, որտեղ եմ որ ասում ընտանեկան կնոջ կուլտ, երեխայի կուլտ պիտի լինի, այսինքն մեր համար դա մի ուրիշ բան է, բայց այսօր իր անչափահաս երեխան նույնիսկ չի կարողանում իրեն տեսնել։
Գագիկ Ծառուկյանը 70-ամյա մարդ, ով որ բազմաթիվ բարերարություններ, եկեղեցաշինությամբ զբաղված եւ այլն, այսօր գտնվում է բանդում։ Սամվել Կարապետյանը տնային կալանքում, Արտուր Սարգսյանը ում ասեմ, արդեն լուրջ եմ ասում, եթե ես հիմա ցուցակ որոշեմ, պիտի ցուցակով գամ, որ հանկարծ ոչ մեկին չմոռանամ, որտեվ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ որ քաղ բանտարկյալները այսօր երևի թե ավելի շատ են կալանավայրերում եւ տնային կալանքներում, քան ուղղակի հանցագործություն գործած մարդիկ, որոնք իսկապես պիտի լինեին կալանավայրեր։ Եվ որպես ամփոփում խնդրեմ ձեր կոչ գուցե եւ կոչ անեք, ինչու ոչ, որովհետեւ մենք իմ կոչը հենց ազգային համախմբման եկեղեցու դիմաց, այո, կլինի այն, որ ժողովուրդ շատ բաներ կարող ենք մոռանալ, վատ բանաուրացումը, բայց նույնիսկ ուրանալ, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցին եղել այն ժամանակ, երբ որ մեր պապերը, նախապապերը չեն եղել, եւ եղել այն հիմքում, որի վրա այս ամբողջ ազգի մշակույթը, գիրը, գրականությունը, հավատքը, ամեն ինչը կառուցվել է։ Ուրացանք սա, ուրանալու ենք մեզ ամբողջությամբ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ուրացում չկա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շաքաղվեք